Կարկուտը ծեծած ստեղնեցեց ու արտահայտությունը ոչ միայն ժողովրդական խոսք, այլև գումար աշխատելու զարտուղի ճանապարհ։ Մեխանիզմը գործել է գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում կոլապսի մատնելով ամբողջ համակարգը։ Ապահովագրվել են տարածքներ, որոնք որ կարելի ասել շատ կանխատեսելիորեն ստանալու էին փոխհատուցում։ Օրինակ, մարդը ունի 7 հողակտոր եւ անընդհատ ինքը ապահովագրում էր միայն 1 հողակտորը կամ 2-ը, այսինքն այն հատվածը, որտեղ պատմականորեն օրինակ կարկուտ է միշտ գալիս եւ մյուս հատվածներում օրինակ այդպիսի երևույթներ տեղի չի ունենում, ինքը չի ապահովագրում։ Եվ սա բերում է այդ վնասաբերության մակարդակի շարունակական ավելացմանը։ Այդ գյուղատնտեսների նպատակն էր ոչ թե բերք ու բարիք աճեցնել, այլև շահույթ ստանալ հույսը դնելով փոխհատուցման վրա, ընդգծում է Պապոյանը։ Սա բերեց նրան, որ ոչ բարեխիղճ տնտեսավարողների պատճառով բարեխիղճ տնտեսավարողները, որոնք որ մեծ կապիտալ ներդրումներ էին արել գյուղատնտեսության մեջ, իրենք եւս զրկվեցին ապահովագրության հնարավորությունից։ Գյուղացիական տնտեսություններին ապահովագրությունը հասանելի դարձնելու նպատակով նախորդ տարի կառավարությունն իր վրա վերցրեց գյուղատնտեսական ռիսկերի մեղման զգալի մասը կապված վնասաբերության բարձր մակարդակի վերաապահովագրական կազմակերպության հայկական շուկայից դուրս գալու հետ։ Ինչ է տեղի ունեցել, բոլոր մեր ապահովագրական ընկերությունները աշխատել են վնասով եւ շվեյցարական Swiss Re վերաապահովագրող կազմակերպությունը իրենց վնասները ծածկել է եւ արդյունքում, այսպես ասած, ապահովագրական ընկերությունները չեն ունեցել փաստացի վնաս, որովհետեւ իրենց վնասները ծածկվել են, միևնույն ժամանակ նաեւ իրենք չեն ունեցել օգուտներ։ Այդպիսի վնասաբերության պայմաններում գործել նրանք ըստ էության չհամաձայնվեցին։ Այս տարի եւս կառավարությունը կստանձնի գյուղատնտեսների ապահովագրության ռիսկերի մեղման զգալի մասը, կապահովագրվեն 13 տեսակի մշակաբույսեր՝ դեղց, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռազ, ձմերուկ, սեղ, ցորեն, գարի, վարսակ։ Եթե ծիրանն ու խաղողը անցած տարի չէին ապահովագրվել, այս տարի դրանք եւս այդ ցանկում են։ Ծավալները մենք մեծացրել ենք, բայց իհարկե նաև որոշակի վերահսկողության համակարգ ենք ներդրում։ Նախկինում գործող 50-60%-ի փոխարեն այս տարի նախատեսվում է սուբսիդավորել ապահովագրավճարի 70-ից 80%-ը։ Եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների հավաքագրած ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունն այդ բեռը կվերցնի իր վրա։ Օրինակ, եթե 1 միլիարդ դրամի ապահովագրություն եղավ եւ փոխհատուցվեց 2.2 միլիարդ դրամ, ապա այդ 200%-ը գերազանցող մասը կառավարությունը կվերցնի իր վրա։ Գյուղապահովագրական համակարգի ներդրման ծրագիրը փորձնական է եւ կառավարությունը մեխանիզմներ է մշակում ոլորտում համակարգային լուծումներ առաջարկելու ուղղությամբ։ Հիմա մենք աշխատում ենք կենտրոնական բանկի հետ վերահապահովագրող ընկերություն Հայաստանում ներգրավենք, ով շարունակի վերահապահովագրություն անել, սա մի կողմից ապահովագրական մասի ինստիտուցիոնալ լուծումը կլինի, իսկ մյուս մասով դա արդեն մենք աշխատում ենք հիդրոմետի հետ, որպեսզի իր կարողությունները զարգանա եւ դրա միջոցով օրինակ հստակ արձանագրվի կարկուտ եղել է թե ոչ, ինչքան կարկուտ է եղել, ցրտահարություն եղել է թե ոչ, որքան ցրտահարություն է եղել, հատկապես որ հատվածում է եղել, որ հատվածում ինչքան է վնասել բուսատեսակներին, այսինքն գիտական, տեխնոլոգիական միջոցներով կլինի, ոչ թե ակնադիտական եղանակով։ Նախորդ տարի ապահովագրական ընկերությունները 27 պայմանագրով հավաքագրել են շուրջ 21.9 միլիոն դրամ ապահովագրավճար, իսկ ապահովագրված այգիների եւ ցանքատարածությունների մակերեսը կազմել է մոտ 247 հեկտար։ Վրիր Մկրտչյան, Արամ Արությունյան, լուրեր։